Պարոն Սուրենյանց, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես, 3 նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստներ եւ առաջին անգամ վեհափառ հայրապետը չորհնեց նորընտիր ազգային ժողովը, չնայած երեկոյան ընդդիմադիր խմբակցությունները վեհափառի օրհնությունը հենց մայրաթոռում ստացան։ Ես կխնդրեմ այս իրողության հետ կապված ձեր գնահատականը տակ եւ տեսանք 3 նախ մինչ այդ ԿՊ վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ինչպես էր արտահայտվում վեհափառ հայրապետի մասին, հետո նաեւ 3 ԿՊ-ականները իդեմս օրինակ Տարոն Չախոյանի, տեսնում եք ինչպիսի հայտարարություններ էր անում, լկտի հայտարարություններ ըստ էության եւ գիտեք նաեւ որ իրենք ավազանի անունով են վեհափառին դիմում, խնդրեմ այս իրողության հետ կապված ձեր խոսքը։ Տեսեք, վերջին 1 տարվա իրադարձություններին հայաստանյան հետևած որևէ մարդ չէր կարող պատրանք ունենալ, որ 3 վեհափառը կարող է ներկա գտնվել ազգային ժողովի նիստի մեկնարկին։ Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի օր առաջ արդեն պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն թույլ չի տալու վեհափառի մասնակցությունը նիստին, այլ ըստ էության տալիս է եկեղեցու դեմ քստմնելի կամպանիայի նոր արար։ Ես չեմ ուզում ավազանի անունով ասեմ, այդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում արտահայտություն Նիկոլ Փաշինյանի, ուղիղ հրահանգ էր, ասում եմ մի կողմից նրա ներկայությունը ԱԺ նոր ԱԺ մեկնարկին թույլ չտալու, մյուս կողմից մենք գիտենք, որ արդեն ուրբաթ օրը սկսվում է դատավարությունը վեհափառի եւ Բարսաշյան այլ հոգեվորականների դեմ, խայտարակ մի բան, վերջին 100-ամյակում թերևս խորեն կաթողիկոսի հետ կապված իրադարձությունը մի կողմ տնենք, նման քստմնելի ոտնձգություն եկեղեցու դեմ չի եղել անգամ սովետական իրականության պայմաններում։ Հիմա այստեղ կա 2 խնդիր։ Նախ ըստ էության խախտվել է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարծեմ 33-րդ հոդվածի պահանջը, որ հստակ սահմանում է, որ կաթողիկոսը իրավունք ունի ներկա գտնվելու եւ խոսք ասելու ազգային ժողովի առաջին նստաշրջանում, բնականաբար որպեսզի կաթողիկոսը իր իրավունքից օգտվեր, պատշաճ հրավեր պիտի ստանար ազգային ժողովի ղեկավարությունից, բնականաբար նա չի ստացել, արդեն ասեցի, եւ երկրորդ կա քաղաքական մշակույթի խնդիր։ Ավելի շուտ հենց այդ քաղաքական մշակույթի հետևանքով է, որ ազգային ժողով կանոնակարգ օրենքում այդ դրույթը մտել է, որ վեհափառը նախագահի հետ միասին մասնակցում է։ Մենք այո 1990 թվականից սկսած բոլոր խորհրդարանների բացումը տեղի ունեցել վեհափառի օրհնությամբ եւ այս առումով 3 տեղի ունեցածը ավելացրեց այս խորհրդարանի մեղքերը, այսպես ասեմ, որտեղ այս խորհրդարանը երևի ամենավոչ պոպուլյար խորհրդարանն է Հայաստանի 3-րդ պատմության մեջ, որտեղ ի սկզբանե երևի զրոյական ակնկալիքով այս խորհրդարանը մեկնարկում իր աշխատանքները։ Նույնիսկ Ռուբեն Ռուբինյանը խոստովանեց իր խոսքում 3, որ համազգային կոնսենսուսը պետք է կոտրենք այս խորհրդանի շուրջ արկա բացասական վերաբերմունքի շուրջ կա համազգային կոնսենսուս, որը պետք է կոտրենք եւ այլն եւ այլն։ Այսինքն նույնիսկ մարդը, որը հավակնում է այս խորհրդանում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնել, ի սկզբանե ու շատ լավ գիտի խորհրդանի նկատմամբ հանրային վերաբերմունքը։ Ռուբեն Ռուբինյանից եմ ուզում երկվայի ելքից մի քանի վերջերում անել, արդեն այսօր հայտնի դարձավ, ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Ինչ էր ասում 3 Ռուբեն Ռուբինյանը։ Այո, քվեարկություններ ընտրվեց, մենք եթերի ընթացքում արդեն իմացանք։ 1-2 մեջբերում պարոն Սուրենյանց եւ կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Այժմ եկել է լավ ապրելու ժամանակը, խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների երեխաներ ունենալու ու մեծացնելու ժամանակը։ Իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել, եւ ես անելու եմ ամեն ինչ, որ իմ ու ձեր բոլորիս երեխաները չիմանան ու չտեսնեն ինչ է պատերազմը։ Սա ասում եմ մի ուժի ներկայացուցիչ, որի օրոք 4 պատերազմ է եղել եւ
Հազարավոր երեխաներ ուղակի առանց հայր են մեծանում, հազարավոր 18-ամյա տղաներ այդպես է 18 տարեկան մնացին։ Խնդրեմ։ Գիտեք, եթե նույնիսկ վերանանք ինչ ուժի քաղաքական ներկայացուցիչը հնչեցնում այս հայտարարությունը եւ դրան վերաբերվենք որպես ծրագրային ելույթ, ամեն ինչ իդեալական կլիներ, եթե դրա մեջ լիներ ճշմարտության հատիկ։ Ամբողջ խնդիրն այն է, որ պատրանքը, կենացը կամ խաղաղության գրեգ շահագործումը մեզ ավելի մոտ չեն դարձնում խաղաղությանը։ Գիտեք, անդադ կարելի է ինչ-որ պատրանքներ, երազանքներ ունենալ, ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, որ խաղաղության ստորագրված պայմանագիր չկա եւ դա ունենալու համար Բաքուն շատ կոնկրետ պահանջներ է դնում Հայաստանի առաջ, նվաստացուցիչ պահանջներ, առնվազն երկու պահանջը ակնհայտ է, չէ՞, դա սահմանադրության փոփոխությունն է եւ անկլավների հարցը։ Ռազմագերիները խաղաղության ժամանակ ռազմագերի հասկացություն չի լինում, որպես զուգահեռ օրինակ բերեմ ռուս-ուկրաինական ընթացող պատերազմի շրջանում նույնիսկ անդադ ռազմագերիներ են փոխանակվում, իսկ մենք իբրև թե խաղաղության պայմաններում ունենք ռազմագերիներ։ Այն մոդելը, որը դրված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում, բացարձակապես խաղաղության մասին չի։ Եվ ես չգիտեմ Ռուբինյանը ինչ է ասում, իհարկե բոլոր երեխաներին խաղաղ երկինք, խաղաղություն, այդ թվում իրենց երեխաներին, ստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց իմ տղան էլ 2020 թվին, երբ որ զորակոչվում էր բանակ ու սկսվեց պատերազմը, անցավ այդ ծանրությամբ, իհարկե փառք Աստծո, կենթանի ողջ վերադարձավ, բայց իմ տղան էլ 18 տարեկան հասակում պատերազմ չէր տեսել։ Ու բազմաթիվ 18 տարեկաններ, որ 20 թվին զինված ուժերում էին կամ Արցախում պատերազմ չէին տեսել։ Դա ինչ դեմագոգիկ բան է։ Ինչի 1994-ից 2020 թիվը, եթե բացառություն անենք քարոզիա պատերազմն ու մի քանի այլ դրվագներ, պատերազմ է եղել։ Ինչ անհետեցություն է։ Հիմա կասեն խաղաղություն էլ չի եղել, ճիշտ է։ Բայց հիմա էլ չկա այդ խաղաղությունը։ Ուր է ստորագրված պայմանագիրը, թող այմարտ այս ձևով ենք նույնիսկ կողմ, որ խաղաղության պայմանագիրը լինի։ Բերեք ցույց տվեք այդ ստորագրված պայմանագիրը։ Դուք դրանցքի չեք կարող ասեք խաղաղության պայմանագիրի կետերի մեծ մասը թելադրվել է Ադրբեջանի կողմից, բոլորս էլ գիտենք, չէ՞։ Օրինակ 7-րդ կետը, 4-րդ կետը, հիմա բոլորը չանդրադառնամ այդ չստորագրված դերևս փաստաթղթի բովանդակությանը կամ նախաստորագրված։ Բայց ասում ենք նույնիսկ դրա հետ խնդիր չունենք, ստորագրեք, բերեք նոր խաղաղությունից խոսեք։ Հետևաբար, գիտեք, պատրանքները ինչ մեկնաբան է։ Երեք նաև իրեն ուղիղ հարց էին ուղում։ Հավաստիացնում եւ երաշխավորում եք, որ ձեր իշխանության օրոք որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր է, եւ դա լիակատար եւ անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք եւ խայտարակությունը, երբ որ այսօր Հայաստանի սուվերեն տարածքում ջերմուկի բարձունքներում վերընկած են ադրբեջանցիները, որոնք այդպես է չսովածացան ու չգնացին, եւ այսպիսի տարբեր դրվագներ։ Խնդրեմ։ Երկու ասպեկտ կա այս պատասխանի մեջ, դա 29743 կիլոմետրը ինքը չի կարող երաշխավորել, որտեղ առնվազն դրա 220 քառակուսի կիլոմետրը օկուպացված է։ Հետևաբար պորոտախոսությունը լավ մեսիջ չի մարդու համար, որը այս պահին պիտի ստանձնի շատ կարևոր պաշտոն։ Բայց եթե ասում եմ ես երաշխավորում եմ 29743 կիլոմետր քառակուսին եւ դա ասում է Տիգրանաշենի կոնտեքստում, ուրեմն պատասխանը շատ հստակ է, Տիգրանաշենի հանձնման մասին ազդարարում, դեռ Տիգրանաշենը 29743-ի մեջ չի մտնում։ Ըստ հայտի քարտեզների, այսինքն ըստ սովետական միության վերջի քարտեզների։ Հետևաբար նա ուղիղ պատգամավորի հարցին պատասխանելուց
ասել է, որ Տիգրանաշենի ճակատագրի համար պատասխանատվություն չի գրում։ Հանձնվելու է այլ խոսքով, ավելի ժողովրդական ստույգ խոսքով ասել։ Ինչ է նշանակում, եթե հանձնում են Տիգրանաշենը եւ այն համարյականացնում, որ այսօր Արցախաշենն ու Տիգրանաշենը իրենք բերել են նույն հաղթության վրա։ Նրանք նույն հարթության վրա չեն կարող լինել, Արցախաշենը այսօրվա Հայաստանը որևէ կերպ պահել չի կարող, եթե մի հրաշքով նույնիսկ վերադարձնեն։ Նախ Ադրբեջանը էլի միակողմանիորեն վերցնելու է իր ստանալիքը եւ չվերադարձնի Արցախաշենը։ Երկրորդը ամենայն հարգանքով Արցախաշենի եւ բոլոր արցախաշենցիների նկատմամբ Արցախաշենը որևէ ստրատեգիական նշանակություն չունի իր աշխարհագրական դիրքով։ Համարժեք չի այդ փոխանակումը, դե եթե մենք անկլավ էքսկլավների խնդիրը լուծում ենք այնպես, ինչպես դա Ադրբեջանն է ուզում, հայ-իրանական եւ հայ-վրացական ճանապարհահատվածի ճանապարհի մի հատված հայտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, կամ լոգիստիկ նոր խնդիրներ պետք է լուծենք, ինչի համար ժամանակ ու մեծ ֆինանսներ է պետք, կամ էլ վտանգվում է Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան բնականոն կապը, էլ չասեմ, որ Սյունիքը Հայաստանի այս հատվածից կդրվում է։ Այո, այո։ Այնպես որ դրանք ընդհանրապես համարժեք չեն։ Կրկնում եմ, Արցախաշենը որևէ ստրատեգիական նշանակություն չունի։ Այո, ոչ մեկից չի վիճարկում, որ դա Հայաստանի Հանրապետության մաս է։ Բայց եթե դնում ենք նժարի վրա, պետք է անկեղծ չէ խոսենք, եթե դնում ենք նժարի վրա, քննարկում ենք փոխանակման տարբերակ, Հայաստանը ստրատեգիական առումով անշուշտ կորցնում է, կա կիլոմետրաժի, այդ քառակուսի կիլոմետրերի հարցում իրոք կորուստ չենք ունենում, այսինքն համարժեք են, շատ չնչին է տարբերությունը կարծեմ էլի, բայց պետք է նայել ստրատեգիական նշանակությունը, անգլիաների հարցի լավագույն լուծումը հետևյալն է, ամեն ինչ թողել այնպես ինչպես կա, բազմաթիվ կոնֆլիկտ ունեցող երկրները հենց այդպես էլ անում են, որպեսզի կոնֆլիկտի նոր ուժաղներ չծնվեն, կամ պայմանավորվել, որ այդ հարցին անդրադարձ են կատարում խաղաղության հաստատումից 20-30 տարի հետո, երբ որ երկու երկրների միջև արդեն այնպիսի վստահության միջավայր կլինի, որ այդ հարցերը ցավոտ չեն լինի։ Երեք մյուս քպականը Հասմիկ Հակոբյանը անդիմադիրներին սպառնում է, ասում է ձեր քթներից բերելու ենք 300,000 ադրբեջանցիներով ահաբեկում էիք ժողովրդին, բայց մենք տեսնում ենք, որ ընտրություններից հետո մանավանդ ադրբեջանական կողմը էլ ավելի է սաստկացնում այս թեման 300,000 ադրբեջանցիները գալով Հայաստան։ Կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը։ Երեք այնպես էին այդ վերադարձի թեման ադրբեջանցիների ընդդիմության երեսին տալիս, կարծես թե Ալիևից պոկել են գրավոր հավաստիացում, որ այդ ծրագիրը այլևս չկա։ Իսկ ով ասե, որ ընտրության հաջորդ առավոտ պիտի գան։ Ես ասեմ իրանք, նախ Օրդուբատի այն փառատոնը հերիք էր, որպեսի ի ցույց ամենքի, ես զարմանում եմ, որ երեք ընդդիմությունը շատ փաստարկված այդ արգումենտները չէր բերում։ Օրդուբատի այդ փառատոնը հերիք էր, որպեսի պետական բարձր աջակցության մասին խոսենք այդ վերադարձ ծրագրից, սա մեկ։ Ես մի անգամ ձեր տաղավարում շատ մանրամասն նկարագրել եմ, չէ, նախագահի աշխատակազմը Ադրբեջանի ոնց է ֆինանսավորում այդ պրոյեկտը դա դարձնելով ադրբեջանական նոր գաղափարախոսություն պետական մակարդակով, հավատացնում եմ ձեզ։ Դա կրթական ծրագրերի մեջ մտած է։ Գիտեք, ռազմավարական ծրագիրը սովորական պետական ծրագրից ինչով է տարբերվում։ Ռազմավարական ծրագրերը դառնում են կրթական ծրագրերի բաղկացուցիչ։ Իսկ այդ վերադարձի կոնցեպցիան մտած է, սա մեկ։ Երկրորդը, այդ վերադարձը նշպտի պատկերացնենք, որ մի հատ օր է ֆիքսվում 300,000 մարդ Ադրբեջանից դուրս են գալի ավտոներով, բանով, շարասյունով գալիս են Հայաստան։ Դա տեղի ունենալու ասեմ ինչ եղանակով։ Ու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը միայն նպաստում է այդ միջավայրի ձևավորմանը։ Դա տեղի ունենալու սենց հայ-ռուսական տնտեսական պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսությունը հայտնվելու են կոլապսի մեջ, հետո դրանք կլանվելու են թուրք-ադրբեջանական կապիտալի կողմից, տնտեսության կլանումից հետո
գալու է մարդկանց գալու ենթակառուցվածքներ ստեղծելու ժամանակը դա տենց է տեղ ունենալու օրինակ ոնց որ ադրբեջանա-թուրքական տարը ուժեղացավ Աջարիայում հենց էս իմ ասած մոդելով է դա տեղի ունեցել ոչ թե մի հատ ֆիքսված օր ա եղել հելն այդ բոլոր մարդիկ ասենք ֆիքսված օր զանգվածային տեղահանության դեպքում է միայն մարդկանց հոս կլնում օրինակ դժբախտաբար Արցախի տեղահանության օրը մնացած դեպքերում դա տնտեսական էքսպանսիայի, դեմոգրաֆիկ էքսպանսիայի, հումանիտարի շոր քողած ազգույթների տակ է տեղի ունենում ու փուլային էվոլյուցիոն ճանապարհով։ Իսկ Հասմիկ Հակոբյանը թող թեմաներից խոսա, որ իր ուղեղին հասնում է, ասենք, չգիտեմ, քաղաքական սքահանության ձև է այդ աղջկա մոտ կարծում եմ, շատ ծանր է տարե Ալենի գնալը։ Քաղաքական սքահանությամբ զբաղված էլ։ Նորից գալով Ռուբեն Ռուբինյանին, երեք ինչ-որ համերաշխության կոչեր անում, բայց այսօր ասում է, չէ, ես չեմ ասել, ребята, давайте жить дружно, այլ ուրիշ ձև եմ ասել, այդուհանդերձ, ու գիտեք ինչն է հատկանշական, այնուհետև ինքը ասում է, այո, վենդետա լինելու է։ Ով է խոսում էլի վենդետայի։ Գիտեք իրավական ու քաղաքական վենդետա հասկացությունը անհետեթություն է։ Վենդետան ինքնին ենթադրում է պատժի ձև, որը իրավունք ու քաղաքականություն չի ճանաչում։ Ոնց որ մեկի մասին խոսալուց մի հատ մարդու, ասես բարոյական է։ Ասենք բարեր կա, որ իրար կողի չեն դնում։ Երեք մի ԿՊ-ական դեպուտատն էլ նորընտիր անունը չեմ հիշում բնականաբար, գրել էր ես մասնակցեցի ազգային ժողովի առաջին անդրանիկ նիստին։ Այսինքն իրանց մոտ, որ բառ են օգտագործում, գոնե ուղեղները ճողվածք չի ստանա, մի քիչ ուղեղին զոր տալ, դրա համար է էլի ուղեղի դեպ ասեմ։ Գլուխը մարդուն դրա համար է տված, որ լեզու բառ ասելուց առաջ մի քիչ ուղեղով անցկացնի նոր խոսա։ Հիմա իրավական ու քաղաքական վենդետան որն է։ Լավ, այնտեղ մի հատ ծրագրային բան կար, եթե այդ բառի վրա չկախվենք։ Ինքը ասում էր ինչ եղել է։ Եկեք զրոյական կետից սկսենք, այդ բառը շատ են սիրում, չէ՞ իրանք։ Զրոյական կետից սկսենք։ Աղետներն էլ եք։ Այո, զրոյական կետից սկսենք, բարևարկությունը, բարեկրթությունը կներեք։ Բերենք առաջի պլան։ Okay, շատ լավ բան է ասում։ Բայց ո՞նց անենք, որ այս ազգային ժողովի ոչ լեգիտիմության խարանը մաքրվի։ Ո՞նց անենք, այսինքն մի ձեռով իրանք ռեպրեսիա անեն, օրինակ Գագիկ Ծառուկյանին ու նրա ամբողջ շրջապատին կալանավորեն, ուզում եմ տեղեկացնեմ, որ այս բոլոր օրերին տնօրենների կամ մերձավոր շրջապատի մարդիկ են պարոն Ծառուկյանի ձերբակալվում ու կալանավորվում։ Բոլոր դեպքերը չի էլի, դեպքերին չի, որ մամուլը կամ փաստաբանները անդրադառնում են։ Այսինքն մի խոսք, մի ձեռքով իրանք ուզում են ռեպրեսիաների գնան, մի ձեռքով ասում են եկեք ստեղ ջանջիգել իրար ասենք։ Գիտեք, խոսքը հանդուրժողականության մասին խոսքը բավարար չի, դրա տակ պիտի լինի բովանդակություն, վարքագիծ, այև որ քայլեր կանեին, իրավիճակ կլիսկաթափեին, ասենք կհասկանանք, որ ռեպրեսիաների թափանիվը օրինակ կանգնեցրել են, կամ ինչ-որ զղջունք տեսնենք իրանց քայլերով, Այդտեղ խոսում են տոլերանտությունից, ելնում են ամբյոն ավազանյանով բանի, խոսում են վեհապարի մասին։ Խոսում են տոլերանտությունից, ելնում ասում են իրավական քաղաքական վենդետա ենք անելու։ Այդտենց չի լինում տոլերանտություն։ Ես կոչ եմ արել ազգային ժողովի ընդդիմության, որպես մարդ եմ կոչ արել, որը մանդատներից հրաժարմանը դեմ է եւ հիմա էլ եմ դեմ մանդատներից հրաժարումի։ Դա արդյունավետ ճանապարհ չի, բայց կոչ եմ անում այնուամենայնիվ ազգային ժողովի դոնթի բանաձևով բաժին հասած պաշտոններից հրաժարվել, որովհետեւ եթե դու ինստիտուցիոնալ ներառականություն ես ապահովում ղեկավար մարմիններում, ըստ էության վերացնում ես իշխանության ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը։
Նույնիսկ խոսույթիդ մեջ չես կարող այդ փաստարկը օգտագործել։ Ես մեր ընդդիմությանը խորհուրդ կտամ, հələ նոր են էլի այդ հələ իրանց քաղաքական կուսության շրջանը չի անցել, դրա համար չեմ ուզում շատ խիստ ասեմ էլի, բայց մեր ազգային ժողովի ընդդիմությանը խորհուրդ կտամ վարքագծային եւ ռետորաբանության ներդաշնակություն ապահովել։ Թե չէ հայտարարություններն ու վարքագծի կոնտրաստ կարող առաջանալ, ինչի պատճառով իրանք կորցնելու են համակիրներ։ Իսկ իրանց գլխավոր հաղթաթուղթն ու արժեքը այդ համակիրներն են։ Հետո մեկ էլ խորհուրդ կտամ իրանց խոսույթին ուշադրություն դարձնել։ Ուզում եմ ասել Արադ Ռուբինյան, լավ ինչևէ։ Ռուբեն Ռուբինյանին երեք մի շարք հարցեր էին տալի, որ կներեք շատ պրիմիտիվ են, կարող են ուժեղացնել այդ հարցերը իշխանության դիրքերը։ Դուք Թուրքի տեսել ես, թե չես տեսել, բան մի քիչ լրջացեք, տղեկ ջան։ Մի քիչ լրջացեք ամեն դեպքում, որովհետև դուք 100,000-ավոր ընդդիմադիր մարդկանց մանդատներ եք ստացել քվե եւ ձեզ պահեք մեծավարի մի քիչ, որտեղ միշտ քաղաքական լակոտությունը ասոցացվել է ԿՊ-ի հետ։ Պարոն Սուրենյան, նաև խոսելով այս իրողությունների մասին, մենք տեսնում ենք, որ ձեզ հետ առիթ չենք ունեցել խոսելու Փաշինյանի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին եւ տեսել եք հետո ինչ էր ասում, նորից շնորհավորեց Ռուսաստանի նախագահը եւ գրառում էի կարել, որ ըստ էության Հայաստանին պարտադրվում է 2 հանրաքվե 2 տարբեր մայրաքաղաքներից՝ Բաքվից եւ Մոսկվայից։ Բայց դե Փաշինյանը մենակ Պուտինին պատասխանեց, մենք ենք որոշելու հանրաքվե անցկացնենք թե ոչ։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ինչ տվեց այդ հեռախոսազրույցը եւ ինչ կարժենա Նիկոլ Փաշինյանի հետագայում արված հայտարարությունները։ Ալիևին ավելի կոպիտ է պատասխան 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կառավարության նիստում 24-ին ասում էր հեսա մի հատ հայտարարություն կանեմ Ադրբեջանում 3 օր հետո 3 օր հետո բան եղավ, հետո տեսանք ինչ եղավ։ Հետևաբար այդ իր ռետորաբանությանը շատ մեծ ուշադրություն մի դարձրեք։ Տեսեք, ստեղ ամենացավալին իշտա, նախ մի քանի շերտ կա, այդ շնորհավորել չշնորհավորել թեման կարող եք այլևս օրակարգից հանել, որտեղ Ռուսաստանի իշխանությունները արդեն ակնհայտ է, որ դե յուրե ընտրությունների արդյունքները չեն ընդունելու, բավարար ժամանակ անց է, ոչ չի անցնելու մի տարի, մի ամյակի արդիվ շնորհավորեն։ Դες բան չի լինում։ Հա։ Սա մեկ։ Այդ թեման ինքը փագեց, ուզում ասից դե յուրե չեն ընդունում, բայց դե ֆակտո ընդունում են։ Այդպես տարկա, դե յուրե կարող են չընդունել, դե ֆակտո շատ բան չենք ուզում, բայց ընդունում ենք։ Հիմա օրինակ մենք էլ ենք ասում, չէ՞, դե ֆակտո կառավարություն, դե ֆակտո վարչապետ, որտեղ ինքը այլևս լեգիտիմություն չունի։ Սա մեկ, երկրորդը, այդ հեռախոսազրույցը ես ընդհանրապես երբ որ հեռախոսազրույց կամ հանդիպում ալնում, առաջի բանը որպես մասնագետ որ անում եմ, վերցնում եմ երկու կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունները համեմատում եմ։ Եթե պաշտոնական հաղորդագրությունները նույնականն են, բանակցությունները շատ հաջող են անցել։ Եթե տարբեր տեքստեր են անում, ուրեմն բանակցությունները ձախողվել են։ Հիմա այս այդ դեպքներ ոչ մի նույնականություն չկար, հատկապես շեշտադրումների առումով։ Այսինքն ճգնաժամը շարունակվում է եւ ըստ երևույթին տնտեսության նոր ճյուղեր լափելու այդ ճգնաժամը հազարավոր նոր աշխատատեղերի կորստի է բերելու եւ այլն։ Երրորդը Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված աբառոտկեն է, որը այդ ամբարտավանությունը ասում եմ 2018-20 թվերին մեզ ծանոթ է, ուղղակի այն ժամանակ կարծեմ 40 թե 50 անգամ ավելի փոքր Ադրբեջանի Ռուսաստանից ավելի փոքր Ադրբեջանի նկատմամբ էր դա արվում, վերջում արդյունքը տեսանք։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, ողջամտություն եւ ռացիոնալության դաշտ գնալու փոխարեն սրում է խաղը։ Չգիտեմ ինչ հաշվարկով ու հույսով բերեց, էլի երկաթուղու խնդիր առաջի պլան, ակնարկեց, որ մի $2 միլիարդ փող է ուզելու ռուսներից,
Այն դեպքում, երբ որ իրականում ռուսները կոնցեսիոն կառավարման իրավունքից զրկվելու դեպքում առնվազն $450 միլիոն իրանք են Հայաստանից ուզելու եւ այլն եւ այլն։ Մի հատ է սպառնաց, որ արբիտրաժային դատարան կգնա, այն դեպքում, որ արբիտրաժը մի քիչ իրականացված кейս ունի։ Բազմաթիվ, մի հարցում չէ, այն բանձամոլիբդենայինը 1, հեծը 2, հեսը արած ցեմենտը կլինի 3, մի խոսքով։ Հիմա հայ-ռուսական հարաբերություններում ունենք խայտառակ վիճակ, բայց հիմա դրա մասին չէր խնդիրը։ Բոլոր պետությունները, որ Հայաստանի հետ խնդիր են ունենում, պահանջում են հարակվել։ Ադրբեջանը սահմանադրական հարակվել, Պուտինն ու ԵԱՏՄ մյուս ղեկավարները, ԵՏՄ, ԵԱՏՄ հարակվել դիլեմայի եւ այլն։ Ըստ էության էս երկրորդ հարակվեն ավելի դա սա ցույց է տալի, որ դու բացարձակապես նախ ինքնիշխան չես, որտեվ քո որոշումներ կայացնելու իրավունքի ձևը քեզ դրսից են հուշում։ Եվ երկրորդը ձևավորվում է Հայաստանին որոշումներ պարտադրելու ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Եվ երրորդը, սա ինչի մասին է խոսում, որ թե Մոսկվայում, թե Բաքվում շատ լավ գիտեն Նիկոլ Փաշինյանի խոսքի արժեքը, ավելի շուտ դրա բացակայությունը։ Եվ ցանկացած հարցում ցանկանում են պայմանավորվել հայ ժողովրդի հետ։ Սա է Նիկոլ Փաշինյանի աննախադեպ ինքնիշխանությունը ճակերտների մեջ մեզ բերել է աննախադեպ թշվառության, որպես պետություն, որպես սուբյեկտություն ունեցող կամ այն կորցնող երկիր։ Դե կարող է հիմա այլ բան է լիզում հիմա, այդ լիզելը կարևոր չի ինչ ես լիզում։ Իրա նախ այն փուլին, որ ինքը կոշիկ լիզելու փուլը համարում, բացարձակապես այդպես չի եղել, այն ժամանակ իրապես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա կար։ Հիմա ինչ որ տեղի ունենում նախ դիվերսիֆիկացիա չի, որովհետև ստրատեգիական կուրսի փոփոխությունը դիվերսիֆիկացիա կոչելը մեղք է։ Եվ երկրորդ, հիմա մենք աշխարհաքաղաքական այնպիսի միջավայրում ենք ապրում, որ փոքր երկրները դիվերսիֆիկացիայի գնալու հնարավորություն էլ չունեն, որտեղ աշխարհաքաղաքական անտագոնիստական հարաբերությունների մեջ գտնվող կենտրոնները միմյանց հետ փոքր երկրներից կոնկրետ լոյալություն են պահանջում։ Ամենավատ սցենարով ենք մենք գնում, Ռուսաստանից պետք չի սպասել, այս ճգնաժամի հանգուցալուծումից է պետք սպասել, տեսեք, կամ բանը հասցնելու է այս էսկալացիան, սոցիալական լարվածությունը, հասարակական հնարավոր դժգոհությունը կամ հասցնելու է այս իշխանության հեռացմանը, այսինքն այդ, որ ես անդադ ասում եմ 1-1.5 տարում հնարավորություն տեսնում եմ իշխանության փոփոխության։ Կամ եթե իշխանության փոփոխություն տեղի չունենա եւ այս անտագոնիզմը Ռուսաստանի հետ հարաբերություններում շարունակվի, դա բերելու է ուկրաինական կամ վրացական մոդելների մոդիֆիկացված ինչ-որ տարբերակի կրկնության Հայաստանում։ Բայց Փաշինյանը ըստ էության ակնարկեց ու ազդարարեց, որ եթե այս հարցը չլուծվի, սա լինելու է ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Հիմա ինչ ասեմ։ Հիշում եք մի 2 տարի առաջ, ախր դուք գիտեք, մի հատ արտահայտություններ եք մեջ բերում, որոնք ըստ էության պիտի պսիխոլոգի հարցնեք, որտև այդ հայտարարությունների ներքին կոնտրաստը այնքան է, որ առաջացնում է այն հնչեցնողի adekvatության հարց։ Ես ավարտել եմ համալսարանի քաղաքագիտական թեկում ունեցող ֆակուլտետ, չեմ կարող անձի երկվության արդյունքում ծնված հայտարարությունները քաղաքագիտական պրիզմայով մեկնաբանեմ, հոգեբանի պիտի հարցնեք, բայց որ ինձ հարգել եք, ինձ եք հարցրել, ես ուղղակի մի բան կասեմ ձեզ, այդ
2 տարի առաջ ուզում եմ հիշեցնեմ, այս բարդ հասպեր մենք ՀԱՊԿ-ից դուրս չեն գալի, ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալի։ Այդ կարգի մի հայտարարություն է։ Այդ ձևը գտելա զբաղացնի ժողովրդին։ Ու մի հատ չնչին շուկայի ԱՏՄ-ից կարող դուրս գա փոքր էլի, չափ ծավալով Հայաստանը։ Ի գասպա ԱՏՄ շուկան փլուզվելու է։ Արդեն շատ վատ լուր ասեմ, Միջին Ասիայից եւ Ադրբեջանից ծիրան է գնում, փոխարինում է հայկական ծիրանին։ Այդ ռուսական մեծ շուկայի համար դժվար չի փոխարինողները գտնել, դու էլ այնքան փոքր շուկա ես, շատ, որ չես կարող էլի, դե թոյրան հույսն է, ինչ ասեմ։ Բալա, որը տենց է, ինչեր զանգ է Պուտինին խնդրում, որ արտահանման սահմանափակումները վերացնեն, կամ որ այլընտրանք ունի։ Ինչեր զանգում Պուտինին խնդրում, որ արտահանման սահմանափակումները վերցնեն։ Մի դեպքում ասպա այլընտրանք ունենք, դրա համար է Ռուսաստանը մեր վրա ջղայնացել։ Մի դեպքում ասպա ինչ հարակվի անեմ, հələ այլընտրանքը չի նշмарվել։ Վերցրեք նույն հարցազրույցի մեջ այս երկու կոնտրաստն ասել։ Հիմա այս կոնտրաստի մեջ իրա որ հայտարարություն լուրջ ընդունեմ։ Ցիլոնա խանգարում էլի։ Տնտեսությունը ավիրված է կոլապսի մեջ է, մենք տեսնում ենք նաև, այո, հիմա օրինակ կառավարության մոտ են մուլտիգրուպ ընկերությունների, այդ ցանցին պատկանող ընկերության աշխատակիցները, այս մարդկանց անգործ, անփող թողել են, իրենց աշխատավարձից կյանքի նորմալ ապրելու հնարավորությունից զրկել են, նախ խնդրեմ այս իրողության անդրադառնանք, հետո ես պետք է նաև ասեմ, թե բյուջեից ինչ գումարներ են դուրս գրել եւ ինչ խայտարակ նպատակով։ Լսեք, ուրեմն ակնհայտ է, որ կոնկրետ Ծառուկյանի նկատմամբ երկու ռեպրեսիա, երկու դրսևորում արվում, քաղաքական մեկուսացում նրա կամ քաղաքական հաշվիարդար եւ կուլակաթափություն։ Այդ կուլակաթափության process-ը բերել է նրան, որ ոչ միայն ներդրումային գրավչությունն է երկրի խորտակվե, ոչ միայն տնտեսության կոնկրետ ճյուղեր կանգնել են չեն աշխատում, օրինակ կոնյակի գործանը, չէ, արդեն 1 ամիս։ Այլ բերել է նրան, որ 8-ից 10,000 մարդ ըստ էության զրկվել է եկամտի միակ աղբյուրից եւ այո, այդ մարդիկ հենց այս պահին, որ մենք զրուցում ենք, կառավարության մոտ են եւ մենք ունենք անհաղորդ կառավարություն նաև։ Հիմա սա շատ վատ տեղ է տանելու։ Տեսեք, ռեպրեսիայի պատճառով առաջացած այս պատմությունը, այս գործազրույցների կամ հարկադիր պարապորտի մատնվածների։ Տասնյակ հազարավոր մարդիկ գյուղատնտեսության ու վերամշակող տնտեսության այդ արտահանումների սահմանափակումների պատճառով։ Սրանք գումարեք այլ սոցիալական խնդիրներ։ Ըստ էության բյուջեին փողը վերջացել է այդ տողով, ըստ երևույթին առողջապահության ապահովագրության համակարգում արդեն համավճարի ինստիտուտն է սկսել գործել եւ ինչ-որ բան պետք է դու վճարես, որ պետությունն էլ վճարի եւ այլն։ Սա բերելու է իսկապես կոլապսի։ Տնտեսության կոլապսի, ես մի հատ արտահայտություն եմ արել մտերիմներս ասում են ժողովրդին մի ահաբեկի տենց հայտարարություն մի արա, բայց իսկապես սովի ուրվականը պատտվում է երկրում, դες պահին այդ առարկայական դրսևորում դերևս չունի, բայց եթե հայ-ռուսական տնտեսական պատերազմը մի քանի ամիս էլ շարունակվի, դա հաստատ կոնկրետ հետևանքներ ու դրսևորումներ է ունենալու։ Այսինքն տեսեք, սա ամենահակասոցիալական կառավարությունն է Հայաստանում գործող, որովհետև հիմա պիտի աջակցության կոմպենսացիոն ծրագրեր շատ արագ մշակվեին, իրականացվեին գյուղատնտեսության վերամշակող տնտեսության այն ճյուղերի նկատմամբ, որոնք արտահանումների սահմանափակումների պատճառով վնասներ են կրում։ Այո, բայց ինքը ընդհակառակը, այն որ Շուշին դժգույն քաղաք էր։ Մոտավորապես հիմա էլ իշխան ձուկը Հայաստանի վատն էր։ Այսինքն որպեսզի իր կործանիչ քաղաքականության հետևանքները սրբագրի, այդ խեղճ ձուկը դարձավ մեղավոր ինչպես դժգույն Շուշին։ Նույն տրամաբանության մեջ է այս հայտարարությունը եւ
Եվ այս ծախսերը նշանակում է ամբողջ պետությունը, արդեն ոչ միայն բյուջեն։ Սա բյուջեի մասին խոսակցություն չի։ Սա նրա մասին է, որ ամբողջ պետությունը դարել է մի մարդու քաղաքական կմաչուկների եւ PR-ի փանտանդը։ Լավ գոնե փարտանք ասում, որ հեծանիվ է սիրում։ Բա որ ասենք նավագնացություն սիրեր, կարող որոշել ամբողջ երկիրը ծովի վերածել, որ իր կմաչուկները բավարարի։ Խայտարակություն է ուղղակի։ Եվ պարոն Սուրենյանց մի վերջին հարց էլ Իրան Միացյալ Նահանգներ հակամարտության հետ կապված մենք երկխոսություն ենք վարելու Իրանի հետ, դա տեղի է ունենալու բանակցությունների ձևաչափով, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Ինչպիսի զարգացումներ են սպասում եւ նորից չենք մոռանում, որ մեր բարեկամ հարևան Իրանի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն անմիջական կապ ունի նաեւ մեզ հետ։ Այդ Իսրայելի պատանդի վերածված է ծերուկը վերջի 2-3 օրը կամ Էփշտեյնի դոսիեների պատանդը։ Վերջի 2-3 օրերը խաղաղասիրական տրամադրություններ ունի, բայց ոչ մի երաշխիք չկա, որ մեր եթերից ժամեր անց էլի ինքը չի հայտարարի, որ հեսա կործանելու եմ Իսլամական Հանրապետության բոլոր կամուրջները կամ ենթակառուցվածքները։ Իրականում Մերձավոր Արևելքում տուրբուլենտությունը այսպիսի դադարներով խաղաղասիրական կամ փոխադարձ ռմբահարումներով դերևս երկար է այս տուրբուլենտության շրջանը պահպանվելու եւ ես կարծում եմ զուգահեռ նաեւ ուկրաինական ճակատում եւ ես կարծում եմ առաջիկա ամիսներին դերևս առիթ ենք ունենալու խոսելու հիմա արդյոք ես հավատում եմ որ կողմերը վերադարձ կանեն Իսլամաբադում կնքված ժամանակավոր զինադադարի 14 կետանոց փաստաթղթին անկեղծ ասած դրանցքի Թրամփն ու Փեզեշքյանը չեն հավատում հետեւաբար ուղղակի ցանկացած նման դադարի ժամանակ ինչ-որ յուրաքանչյուրը փորձում է իր բանակցային դիրքերը ուժեղացնել կամ դիմացինը թուլացնել եթե դա հնարավոր չի լինում էլի վերադառնում են թնդանոթներին թնդանոթների արանքում խաղաղասիրական պաուզա են տալի հետո էլի այսինքն այս տուրբուլենտությունը դեռ երկար ժամանակ շարունակվելու է այդ նշանակում է դեռևս երկար ժամանակ մշուշների մեջ է լինելու թրիփ ծրագիրը ես եմ շնորհակալ